Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը, ազգային ժողովի 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 61-ը, քվեատուփում արկա եղել 61 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել, ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Հռիփսիմե Հունանյան կողմ 61 դեմ 0։ Որոշումն ընդունված է, շնորհավորում եմ Հռիփսիմե Հունանյան եւ հաջողություն մաղթում։ Ինչ չափորոշիչներով է առաջնորդվել իշխանությունը ՔՊԱ-կան նախկին բուժքրոջը այս պաշտոնում առաջադրելու համար։ Խմբակցությունը առաջադրում է Տիկին Հունանյանի թեկնածությունը, հաշվի առնելով վերջինիս գիտելիքներն ու փորձառությունը առողջապահության ոլորտում։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը, որը չի կարևորում բարձրագույն կրթություն ունենալը եւ որը այսօր ընտրվեց ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում, ծնվել է 1982 թվականի օգոստոսի 17-ին Երևանում։ Ավարտել է Երևանի պետական թիվ 1 հենակետային բժշկական քոլեջի բուժքույրական գործ բաժինը։ Չնայած քննադատություններին, որ չունի բարձրագույն կրթություն, Հունանյանը վստահ է, որ միջին մասնագիտական կրթությունը բավարար է ղեկավարի աշխատանք կատարելու համար։ Նա ընդգծում է, որ իր նկատմամբ քննադատություններով կասկածի տակ է դրվում միջին մասնագիտական կրթությունը, որին Հայաստանում տիրապետում է 16500 բուժքույր եւ առանց այդ օղակի առողջապահությունը կաթվածահար կլինի։ Այս փոքրիկ կենսագրությունը, ինչպես որ դուք նշում եք, այս փոքրիկ կենսագրության հետևում կանգնած է տարիների բազմաչարչար աշխատանք, գիշեր եւ ցերեկ, տարիների բազմաչարչար կրթություն, անընդհատ, շատ էլ որ ես չեմ գնացել բարձրագույն կրթական հաստատությունում ստանալու, բայց ես անընդհատ սովորել եմ, անընդհատ։ Հոգատարությունը թաքնված այս փոքրիկ կենսագրության ետևում։ 2004-ից 2007 թվականներին նա աշխատել է Նորք Մարաժ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում որպես բուժքույր։ 2007-ից 2011 թվականներին հերթապահության պատասխանատու։ 2011-ից 2018 թվականներին վերակենդանացման բաժանմունքի ավագ բուժքույր, իսկ 2018-ից 2021 թվականներին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ավագ բուժքույր։ Ըստ Հռիփսիմե Հունանյանի, նա մշտապես ակտիվորեն ներգրավված է եղել քաղաքական կյանքում։ 2015 թվականից անդամակցում է Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը եւ եղել է կուսակցության հիմնադիր անդամներից մեկը։ 2021 թվականի հունիսի 20-ին Հունանյանը ընտրվել է ազգային ժողովի պատգամավոր Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համապետական ցուցակով։ Նրա խոսքով Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ընտրել է այն պատճառով, որ կուսակցության գաղափարները այն ժամանակ եւ հիմա իրեն հոգեհարազատ են։ Նա ամուսնալուծված է, ունի 1 զավակ։ Սվետլանա Պետրոսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։